Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Այնուհետև երկու երկրների վարչապետները ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել։ Պաշտոնական հանդիպումից ու առանձնազրույցից հետո տեղի է ունեցել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Վրաստանի վարչապետը ողջունելով Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը ընդգծել է երկու երկրների միջև առկա բարեկամական կապերի փաստը։ Իրակլի Կոբախիձեի խոսքերով այս բարեկամական ավանդական կապերը երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հիմքն են։ Համագործակցության այս մակարդակը թույլ է տալիս ապագայում մեծ հաջողության հասնել միասին, ուժեղացնել մեր երկրները, մեր համագործակցությունն իսկապես ավելացնել։ Հայաստանը կայուն կերպով առաջին տասնյակում է մեր արտաքին առևտրաշրջանառության գործընկերների մեջ և առաջին եռյակում է այցելությունների թվով։ Իրակլի Կոբախիձեն կարևորել է տարածաշրջանում խաղաղության պահպանումը։ Կարևոր է պատմական համաձայնագիրը, որը դուք և Ադրբեջանը ստորագրեցիք։ Այս ամենը իհարկե շատ լավ հիմքեր են ձեռում մեր տարածաշրջանի մասին ավելի լավ հոգ տանելու համար։ Մենք պետք է համոզվենք, որ մեզնից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի զարգացնենք մեր տարածաշրջանը։ Շնորհակալ եմ։ Իր հերթին Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնելով նիստը բարձր մակարդակով կազմակերպելու, հյուրընկալելու և գնահատանքի խոսքերի համար, շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Մենք հիմա տեսնում ենք և զգում ենք Վրաստանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի և տնտեսական կապերի զարգացման ճանապարհի և ավելին ասեմ, անկախությունից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան գնացք չէր մտել, բայց հիմա Ադրբեջանով, բայց Վրաստանով գնացքներ են գալիս Հայաստան և նաև հույս ունենք առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կիրականացվեն գնացքով, երկաթուղով և իհարկե այս գործում անգնահատելի է ձեր աջակցությունը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքերով կողմերը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այն հնարավորությունների վրա, որ բացվում է տարածաշրջանի համար։ Իհարկե հիմա միջազգային իրավիճակը շատ բարդ է և մեծ առումով տարածաշրջանային իրավիճակն է շատ բարդ բայց մյուս կողմից մենք հույս ունենք և համոզված ենք, որ ամեն դեպքում ռազմավարական առումով տարածաշրջանային ընկալումը շատ կարևոր է և մենք պետք է մեր ռազմավարությունները կառուցենք իհարկե յուրաքանչյուրս մեր օրակարգ ունենալով, բայց ակնհայտորեն տարածաշրջանային ընկալումը հնարավորությունների, մարտահրավերների, ռիսկերի շատ կարևոր է։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը բարելավում է մթնոլորտը տարածաշրջանում։ Վարչապետը հույս է հայտնում, որ Վրաստանը նույնպես կկարողանա հասնել կարգավորման։ Մենք ինչպես նախկինում, հիմա էլ հանդես ենք գալիս միանշանակ և աներկբա Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության աջակցությամբ և գիտեք շատ ենք մենք խոսել և խոսում նրա մասին, որ մեր ժողովուրդների միջև կան շատ ջերմ պատմական կապեր, ինչը շատ էական և կարևոր արժեք է, բայց մեր ընկալումը նաև այն է, որ մենք պետք է ինստիտուցիոնալ դարձնենք այդ էմոցիոնալ ջերմությունը, որը մեր ժողովուրդների մեջ կա և այն դարձնելով միջպետական հարաբերությունների բովանդակություն։ Նիստի ընթացքում քննարկվեցին տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային համագործակցության զարգացմանը միտված քայլերին։ Իսկ վերջում երկու երկրների վարչապետները համատեղ հայտարարություններով ամփոփեցին նիստը։ Արևիկ Սարդարյան, Արմալուշ։